Մոսկվայում անհայտ անձը կրակել եւ ծանր վնասել է Ռուսաստանի գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևին, ով զբաղեցնում է ռազմական հետախուզության բարձր պաշտոն։ Վերջինս շտաբ տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ հրազենային վնասվածքներով, նախնական տվյալներով պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել։ Ալեքսեևը հայտնի է մասնավոր ռազմական ընկերությունների վերահսկման իր դերով եւ Կրեմլի մոտ գտնվող օպերատիվ կառույցներում իր ղեկավարությամբ եւ անցյալում եղել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցների թիրախում։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է լուրջ կորուստներ կրել, եթե չընդունի Ռուսաստանի առաջարկած պայմանները հակամարտության կարգավորման շուրջ։ Նրա խոսքով կողմերը պետք է հասնեն համաձայնության եւ փոխզիջումների, սակայն Ռուսաստանը նրա գնահատմամբ շարունակում է որոշիչ դեր ունենալ բանակցային գործընթացում։ Վերջինս նաեւ նշել է, որ հակառակ դեպքում Ուկրաինայի համար իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Օմանում սկսվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Իրանի պատվիրակությունը ղեկավարում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատունը Իրանում իր պաշտոնական կայքում կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը, անմիջապես լքեք Իրանը, նշվում է հաղորդագրության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում գտնել անվտանգ վայր եւ ապահովել սննդամթերքով, ջրով եւ անհրաժեշտ դեղորայքով։ Հունգարիան չի աջակցի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների գործողություններին, եթե նրանք որոշեն ուղարկել իրենց զորքերը Ուկրաինա, քանի որ դա կնշանակի պատերազմի սկսում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վերջերս հնչեցրած հայտարարությունը։ Փետրվարի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Կիև կատարած այցի ընթացքում Ռյուտեն նշել էր, որ ցանկացողների կոալիցիայի զինված ուժերը կսկսեն տեղակայվել Ուկրաինայի տարածքում անմիջապես Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնություն կնքվելուց հետո։ Վերջինիս խոսքով դրանք կգործեն երկրի վրա, ծովում եւ օդում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ որպես մեծ տերության։ Դրա մասին է վկայում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության վերականգնումը։ Այս մասին Washington Post-ին հայտնել է պաշտոնաթող կոնտրադմիրալ Մարկ Մոնտգոմերին։ Թերթը հայտնել է, որ պաշտոնյաների խոսքով ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կվերսկսեն բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը, որը կասեցվել էր Ուկրաինայում հակամարտությունից առաջ։ Հրատարակությունը նշել է, որ սա հստակ նշան է այն բանի, որ Թրամփի վարչակազմը ձգտում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, չնայած New Start պայմանագրի ժամկետի ավարտին։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ որպես մեծ տերության, ինչպես նա փորձում է դա անել Չինաստանի հետ, որտեղ նախագահը նույնպես պահպանում է ռազմական կապեր, մեկնաբանել է Մոնտգոմերին։ Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, այսօր էլ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի առաջին մասով։ Իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած խոսքերին։ Օրեր առաջ Փաշինյանը պատասխանելով Հայկ Սարգսյանին ԿՊ նախընտրական ցուցակում չընդգրկելու մասին հարցին ասել էր. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ԿՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ԿՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, սա պետք է պարզ լինի բոլորի համար»։ Ի պատասխան վարչապետի վերաբերյալ հարցին Հայկ Սարգսյանը ասել է. «Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հերրակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանեմ վարչապետի մտքերը։ Ամեն դեպքում որոշ շարժանավոր լուրերի կցանկանամ անդրադառնալ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել
Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկ ինչ չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը եւ պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե նորից եմ կրկնում իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են, ինչպես արդեն հայտարարվել է, ժողովը տեղի կունենա Ավստրիայում։ Այս մասին հայտարարել է Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը։ Հարցին մտավախություն ունեն, որ օդանավակայանում կփորձեն թույլ չտալ հոգևորականների մեկնումը եւ այդպիսով խոչընդոտել ժողովի կայացմանը, Տեր Եսային պատասխանել է, թե ոչինչ կանխատեսել չեն կարող, այս պահին կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում։ Հայտնի է, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19։ Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով։ Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաև ազատությունից զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստեր եւ փաստարկներ։ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը։ Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Կողմերը քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Դիեգո Գարսիա կղզու վերաբերյալ, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազան։ Նրա խոսքով բազան ռազմավարական նշանակություն ունի Հնդկական օվկիանոսում եւ կենսական է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Թրամփը ընդգծել է, որ անցած տարվա ռազմական գործողությունները հաջողությամբ են իրականացվել զորքերի ժամանակակից տեխնիկայի եւ ռազմավարական դիրքի շնորհիվ։ Նա նախազգուշացրել է, որ եթե ապագայում վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարվի կամ որևէ մեկը սպառնա բազայի գործունեությանը, ինքը իրավունք է վերապահում ամրապնդել ամերիկյան ներկայությունը եւ պահպանել ռազմական անվտանգությունը։ Թրամփը նաեւ շեշտել է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ ներկայությունը խաթարվի կեղծպնդումներով, շրջակա միջավայրի հետ կապված անհեթեթություններով կամ քաղաքական ճնշումներով։ Նրա խոսքով սա հիմնարար է ոչ միայն ռազմական, այլև միջազգային ուժային հավասարակշռության ապահովման համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում կալանել է օտարերկրացի անձնակազմով 2 լցանավ, կասկածելով վառելիքի տարանցման մեջ։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ 2 նավերի տախտակամածում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիոն լիտր տարանցվող վառելիք, իսկ անձնակազմի 15 օտարերկրացի անդամները տեղափոխվել են դատարան, նշվում է հաղորդագրությունում։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ լցանավերը կալանվել են Իրանի Ֆարսի կղզու մոտակայքում։ Միացյալ Նահանգները կարող է համագործակցել Ռուսաստանի հետ որոշակի ոլորտներում, որտեղ նրանց շահերը հատվում են, չնայած Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Երբ մարդիկ ասում են, դուք չեք կարող համագործակցել Պուտինի հետ, քանի որ համաձայն չեք Ուկրաինա ներխուժման հետ, նախագահը հստակ պատասխանում է. Պուտինը չպետք է ներխուժեր Ուկրաինա, մենք աշխատենք դա կանխելու համար, բայց կարող են լինել համագործակցության ոլորտներ, ասել է Վենսը։ Նրա խոսքով այս դիրքորոշումը համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մոտեցմանը, որը հիմնված է պրագմատիզմի եւ ազգային շահերի վրա։ Ամերիկացի առաջնորդը աշխարհը չի բաժանում ընկերների եւ թշնամիների, այլ աշխատում է որոշակի դաշինքների եւ շահերի հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանս 2-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կկարգավորվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Նա նշել է, որ հակամարտությունը գոյության հարց է Ուկրաինայի համար, քանի որ դա անկախության հարց է։ Վերջինս հույս է հայտնել, որ Կիևը չի պարտվի։ Պետության ղեկավարը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ես հույս ունեմ, որ խաղաղություն կհաստատվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, հավելել է Զելենսկին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր երկրին պատրաստում է պատերազմի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երբ Ֆրիդրիխ Մերցը զբաղեցրեց կանցլերի պաշտոնը, նա արեց վառ հայտարարություններ, որոնք լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Սկզբում նա հայտարարեց, որ հանել է ռազմական կարիքների համար նախատեսված ծախսերի սահմանադրական սահմանափակումները։ Այնուհետև նշեց, որ այդ ամենը անհրաժեշտ է, որպեսզի Գերմանիան կրկին, ընդգծում եմ այդ բառը, դառնա Եվրոպայի գլխավոր ռազմական ուժը, ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ կանցլերի նման հայտարարությունները լրջորեն արտացոլում են նրա մտածելակերպը եւ այն ուղղությունը, որով շարժվում են նրա մտքերը։ Լավրովը հավելել է, որ Մերցը բազմիցս կրկնել է այդ միտքը իր ելույթներում, ինչը գործնականում խոսում է Գերմանիան պատերազմի նախապատրաստման ընթացքի մասին։ Տեսնում ենք, որ Արևմուտքում պատմությունը վատ են սերտում, հատկապես Գերմանիայում, ընդգծել է ՌԴԱԳ նախարարը։ Wall Street Journal-ը հաղորդում է, որ Եվրոպան պատրաստ չէ Ռուսաստանից հնարավոր ռազմական հարձակմանը։ Վերջերս կազմակերպված ռազմական խաղի արդյունքում մոդելավորվել է Ռուսաստանի հարձակումը Լիտվայի վրա։ Մասնակցել են Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի 16 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ եւ ռազմական փորձագետներ։ Արդյունքները ցույց են տվել, որ եվրոպական կառավարությունները չունեն բավարար պատրաստվածություն նման ճգնաժամի դեմ։ Ամսագրի վերլուծաբանները ընդգծել են, այս բացահայտումը պետք է ազդի ռազմավարական ծրագրավորման եւ անվտանգային ռազմավարությունների վրա ամբողջ աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտորել է իր արարքների եւ կյանքի ուղու մասին։ Իրականում կարծում եմ, որ երևի թե պետք է դրախտ ընկնեմ, հայտարարել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ ինքը կատարյալ չէ։ ԱՄՆ նախագահի խոսքով, չնայած իր թերություններին, կարծում է, որ շատ լավ գործեր է արել մարդկանց համար։ Ես իդեալական թեկնածու չեմ, բայց շատ բարություն եմ արել իդեալական մարդկանց համար, նշել է Թրամփը։ Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, օրեր առաջ տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է վիրավորում եւ հարվածում տեղեկություն ստանալու համար։ Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել։ Թե ով է նկարել գործողությունները հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը։ Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրի եւ ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից։ Նշվում է, որ Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Շեխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Վերջինս եւս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով եւ համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը։ Փաշինյանն էլ կարևորել է ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ միաժամանակ ընդգծել դրա համար առկա է մեծ ներուժ եւ այն իրացնելու անհրաժեշտ կամք։ Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ ԱՄՆ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի եւ ներդրումների մասին համաձայնագիրը։
Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ-ում ավարտվել է վարչապետին եւ տիկնոջ Աննա Հակոբյանին Աբու Դաբի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով էր գտնվում փետրվարի 4-ին Աբու Դաբիում, նա մասնակցել էր Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը, իսկ մինչ այդ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը կայցելի Ադրբեջան եւ Հայաստան Իտալիայում 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։ Նշենք, որ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի փետրվարի 6-ին։ ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով ամերիկյան պատվիրակությունը Իտալիա կայցելի փետրվարի 4-ից 7-ը պատվիրակության կազմում կլինի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։ Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին, այնուհետև կմեկնի Ադրբեջան։ Հայաստանն ու Ադրբեջանը լավ իմաստով բավական հեռու են գնացել հարաբերությունների կարգավորման գործում։ Նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Եվ նույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Անդրադառնալով Հապկին, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել։ Մեզ նաև անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում։ Դա անհանգստացնում է նաև Հայաստանի հարությանը, նշել է Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Մոսկվան դաշնակից է եւ կարեւոր է Հայաստանի համար։ Խոսելով ԵԱՏՄ-ից ազգային ժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է դուրս գա միությունից, փոխարենը կարելի է գտնել լուծում, որից կշահեն երկու կողմն էլ։ Հայաստանի ազգային ժողովի շենքի դիմաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցույց էր կազմակերպել ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների։ Այդ ժամին ազգային ժողովում տեղի էր ունենում նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցն ու հանդիպումները։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիմելով միջազգային կառույցներին ասել է՝ «Խուլեք, կույրեք, համրեք, թեև խոսքը գնում է ձեր տարածած արժեքների մասին»։ Այսօր ամոթի օր է։ Ամոթի օր է ամեն օր, երբ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Ամոթ է ողջ ժողովրդին, ով հանդուրժում է այս պայծառ իր զավակների բանտարկությունը, այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի եւ արժանապատվության համար։ Մենք, այո, ամոթանք պետք է տանք նաեւ եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք, հայ ժողովուրդը, որն այսօր դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաև բանտերից ազատել իր լավագույն զավակներին։ Հայաստանի ազգային ժողովի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել բանտարկյալների մասին ընդդիմության հայտարարության նախագծին։ Փետրվարի 5-ին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը։ Հայտարարության նախագծում մասնավորապես նշվում է, որ այսօր Հայաստանում կա ավելի քան 60 քաղբանտարկյալ, նրանք ինչպես կարծում են ընդդիմությունում, ենթարկվել են քրեական հետապնդման այս կամ այն քաղաքական դրդապատճառներով։ Ընդ որում շուրջ 40 մարդ գտնվում է կամ կալանքի տակ, կամ տնային կալանքի մեջ։ Падգամավորի խոսքով Հայաստանում նկատվում է ժողովրդավարական հետընթաց եւ քաղբանտարկյալների աննախադեպ թիվը դրա վառապացույցն է։ Իր հերթին մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայն չէր այս արդարացումների եւ պնդումների հետ, դրանք անվանելով անհիմն։ Արդյունքում մշտական խորհրդարանական հանձնաժողովը բացասական արձագանք է հայտնել ընդդիմության հայտարարության նախագծի վերաբերյալ։ Եվրոպական միությունը մշտապես Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։ Ռուսաստանի հետ լինելու կամ Եվրամիության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ինչ վերաբերում է Եվրամիության մեր գործընկերներին, նրանք մշտապես Հայաստանին կանգնեցնում են ընտրության առաջ, կամ մեզ հետ, կամ նրանց, ասել է Լավրովը։
Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի մինչև կողմերից մեկը հասնի կրիտիկական կետի եւ պատրաստ լինի զիջել։ Այս մասին հայտնել է լրագրող Պետեր Զաուերը։ Մինչև կողմերից մեկը չհասնի կրիտիկական կետի եւ ստիպված չլինի զիջել, հակամարտությունը հավանաբար կշարունակվի, ասել է նա։ Վերջինիս խոսքով երկու կողմերը այժմ էականորեն համաձայն չեն տարածքային հարցի շուրջ, սակայն նույնիսկ եթե այս հարցում համաձայնության հասնեն, խաղաղության ճանապարհին այլ խոչընդոտներ կմնան։ Օրինակ Մոսկվան եւ Կիևը համաձայն չեն Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման կամ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակման հարցում։ Հետևաբար խաղաղության ճանապարհը ներկայումս մնում է դժվար, ընդգծել է լրագրողը։ Չնայած իրենց դիրքորոշումների զգալի տարբերություններին, երկու կողմերն էլ հաճախ զգուշավոր խաղ են խաղում Թրամփի առջև, ձգտելով բաց թվալ խաղաղության համար։ Նրանք փորձում են չզայրացնել ԱՄՆ նախագահին, միաժամանակ մեղքը մեկը մյուսի վրա բարթելով, եզրափակել է Զաուերը։ Եվրոպան մի քանի փորձ է արել միանալու Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանակցություններին, հաղորդում է արտասահմանյան աղբյուրը։ Եվրոպան փորձում է միանալ բանակցություններին, մի քանի փորձ անելով, նշել է աղբյուրը։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի հավանականությունը զգալիորեն աճել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան եւ նախկին ամերիկացի հետախույզ Սքոթ Ռիթերը։ Նրա խոսքով նյութ դադարեցումը մեծացրել է ոչ միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այլ նաեւ Չինաստանի հետ միջուկային բախման ռիսկերը։ Նրա գնահատման պայմանագրի ավարտը կարող է ունենալ լուրջ եւ երկարաժամկետ հետևանքներ գլոբալ անվտանգության համար, թույլատնելով ռազմավարական զսպման գործող մեխանիզմները։ Ռուսաստանը նախատեսում է, որ Ուկրաինայի շուրջ հնարավոր լայնածավալ համաձայնագրի առանցքային պայմաններից մեկը լինի Դոնբասը որպես Ռուսաստանի մաս ճանաչելը բոլոր երկրների կողմից։ Աղբյուրի փոխանցման Մոսկվայի համար Դոնբասի միջազգային ճանաչումը ունի սկզբունքային նշանակություն եւ դիտարկվում է որպես ապագա պայմանագրի կարևոր բաղադրիչ։ Նշվում է, որ ռուսական կողմը այդ հարցը դիտում է ոչ թե որպես երկրորդական, այլ հիմնարար պահանջ։ Ուկրաինացիները շուտով կարող են ապստամբել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ արևմտյան երկրների դեմ։ Նման կարծիք է հայտնել Mega Upload եւ Mega ֆայլերի փոխանակման կայքերի հիմնադիր Կիմ Շմիցը։ Ուկրաինացիները կարող են ապստամբել Զելենսկու եւ արևմուտքի դեմ, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրամիությունը։ Երիտասարդ սերունդը զոհաբերել է իր կյանքը դատարկ խոստումների եւ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների ռազմաարդյունաբերական համալիրի համար, նշել է նա։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ արևմտյան երկրները Ուկրաինայի վրա են նետել հարյուրավոր միլիարդների արժողությամբ հնացած զենքի ամբողջական պահեստներ։ Բրյուսելը անընդհատ գրաքննում եւ արգելում է ռուսական լրատվամիջոցները, ուստի Եվրոպան անտեղյակ է ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ռուսական լրատվամիջոցներին թույլ չի տրվում տարածել իրենց տեղեկատվությունը Եվրամիությունում, բայց ուկրաինական լրատվամիջոցներին թույլ է տրվում։ Հետևաբար մենք չենք կարող իմանալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ, նշել է Հունգարիայի վարչապետը։ Օրբանը հավելել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ի վերջո կհաստատվի հրադադար, սակայն ընդգծել է, որ դա չի հանգեցնի լիարժեք խաղաղության, եթե եվրոպական զորքերին թույլատրվի մնալ Ուկրաինայի տարածքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի մտահոգություններ սեփական անվտանգության վերաբերյալ, սակայն փորձում է չկենտրոնանալ նման մտքերի վրա։ Ես մտահոգվում եմ այդ մասին, բայց անհրաժեշտ է դուրս հանել գլխից, հակառակ դեպքում անհնար կլինի կատարել իմ աշխատանքը, ասել է ամերիկյան առաջնորդը NBC News-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով զբաղվում է ներդրումային եւ տնտեսական համագործակցության հարցերով արտասահմանյան երկրների հետ, կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում նկատելի է առաջընթաց եւ գործընթացն ընթանում է լավ եւ դրական ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ անկասկած կա առաջընթաց եւ ընթանում է լավ դրական շարժում առաջ, լրագրողներին ասել է Դմիտրիևը։
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի մասնակցությամբ Աբու Դաբիում անցկացվող բանակցությունների երկրորդ օրը սկսվելու մասին։ Ուկրաինայի հարցով Եռակոմ խմբի շրջանակներում բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել չորեքշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում, որտեղ մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ։ Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների երկրորդ օրը, ասվում է Ումերովի հրապարակած հաղորդագրությունում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի միջոցով Եվրոպան վերադարձնել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին։ Նման տեսակետ է հայտնել InfoBrics-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվաստացրել է Եվրոպային, ինչն աղավաղել է երկար պատմական դաշինքը։ Հիմա Մակրոնը ցանկանում է միջազգային հարթակում ներկայանալ որպես Եվրոպայի առաջնորդ, հանդես գալով անկախ երկխոսության նախաձեռնությամբ, ինչպես եվրոպական քաղաքական գործիչների մեծամասնության դեպքում նրա իրական մտադրությունը հակամարտության հետ կապված ռազմական գործողությունների անվերջ շարունակությունն է, նշվում է հրապարակման մեջ։ Բաքվի դատարանում հրապարակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավճիռը, 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվել։ Այսպիսով ՑՄՀ-ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Բաքվի շինծու դատարանը 15-ից 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադադ Բաբայանին, Մելիքսեթ Փաշայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազարյանին։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, եթե դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու պահին մեղադրյալի 65-ամյակը լրացել է, նա չի կարող դատապարտվել ՑՄՀ-ազատազրկման։ Դատական տեղի է ունեցել Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Այս շինծու գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի։ Դատախազները հենց նման դատավճիռ պահանջել էին։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին չբնութագրել Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները, որպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համանման։ Այս մասին հաղորդում է Եվրոպական Պոլիտիկո հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի հեռագրին։ Վալտոնեն կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ համեմատելը կարող է խաթարել դաշինքի հիմքում ընկած փոխադարձ պաշտպանության սկզբունքը։ Նա զգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինային տված ցանկացած երկկողմանի խոստման միջև շփոթության։ Հեռագրում նաեւ մեջբերվում է նրա խոսքերը, որ անհրաժեշտ է ստեղծել պաշտպանիչ պատնեշ ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների միջև, հայտնում է պարբերականը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, փետրվարի 7-ից 10-ը առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։